Իրական երանություն ապրելը, իրական ուրախություն և երջանկություն ապրելը ներված վիճակի մեջ է։ Ասված է Սաղմոս 32-ի առաջի երկու համարում. Երանի նրան, որի անօրենությունները թողվեցավ, և որի մեղքը ծածկվեցավ, երանի այն մարդին, որ Տերը անօրենություն չի համարում նրան, և նենգություն չկա նրա հոգիի մեջ։ Այս Սաղմոսում Դավիթը խոսում է մարդու ամենամեծ երջանկության մասին։ Նա չի ասում երանի հարուստին, երանի ուժեղ կամ երանի հայտնի մարդուն։ Նա ասում է երանի նրան, ում մեղքերը ներված են։ Սա մեզ սովորեցնում է երեք հոգևոր կարևոր ճշմարտություն, և առաջի կարևոր ճշմարտությունը իրական երջանկությունն ու երանությունը մեղքերի ներման մեջ է։ Մարդը կարող է ամեն ինչ ունենալ, բայց եթե Աստծո առաջ մեղավոր է, նա իրական խաղաղություն չունի։ Մեղքը բերում է խղճի ծանրություն, Աստծուց բաժանում և ներքին անհանգստություն։ Բայց երբ Աստված ներում է, սիրտը ազատվում է այդ բեռից, սա է իրական օրհնությունը։ Աստվածաշնչի Հռոմեացիս 5:1-ում ասում է. արդարացած լինելով հավատքով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Սա ցույց է տալիս, որ իրական խաղաղությունը գալիս է արդարացումից, իսկ արդարացումը ներման միջոցով է։ Հիսուս ասում է Մատթեոս ավետարանի 11-րդ գլխում. եկեք ինձ մոտ բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ, և ես ձեզի հանգիստ կտամ։ Այսինքն մեղքի բեռից ազատությունը միայն Քրիստոսի միջոցով է։ Երկրորդ հոգևոր ճշմարտությունը իրական երանություն ապրել, իրական և ճշմարիտ երջանկություն ունենալ, ներումը Աստծո շնորհքի արդյունքն է։ Ինչպես գրված է Եփեսացիներին 2-րդ գլխի 8-9-ում, որովհետև շնորհքով եք փրկված հավատքով, և այն ձեզանից չէ, Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի ոչ մեկը չպարծենա։ Սա ցույց է տալիս, որ Աստված ներում է ոչ թե այն պատճառով, որ մենք արժանի ենք, այլ որովհետև նա ողորմած է։ Մենք չենք կարող մեր բարի գործերով ջնջել մեղք, միայն Քրիստոսի խաչի զոհի միջոցով է ներման ճանապարհը։ Նրա մեջ ունենք փրկություն, նրա այրունով մեղքերի թողություն, ըստ նրա շնորհքի հարստության չափով, ասված է Եփեսացիս 1:7-ում։ Սա ցույց է տալիս, որ ներման հիմքը Քրիստոսի զոհն է, ոչ թե մեր արդարությունը։ Աստծո գերիշխանությունն է մեր մեղքերի